Մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավելու համար հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է սահմանել հստակ աշխատակարգ եւ ամենօրյա աշխատանք տանել համատիրությունների հետ բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին հրատապ լուծումներ տալու համար։ Երևանի քաղաքապետարանի բարեկարգման 2014 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի զբոսայգիների բարեկարգման աշխատանքներ կտարվեն ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ մասնավոր ներդրումների հաշվին, մասնավորապես գլխավոր պողոտայի, Վերնիսաժին հարակից այգին կբարեկարգվի համայնքային միջոցների հաշվին, իսկ մանկական եւ Մալիբու սրճարանին հարակից զբոսայգիները վարձակալների կողմից։ Անվտանգ քաղաք ծրագրի շրջանակում բարեկարգվող այգիների տարածքները հնարավորին սեղմ ժամկետում կկահավորվեն տեսախցիկներով։ Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ քաղաքապետարան մասնավոր հատված համագործակցության շրջանակում արդեն վերսկսվել են հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքները։ Ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիրը դրվել նաև ապօրինի շինարարությունների եւ փողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման ուղղությամբ։ Անդրադառնալով օգնիր դպրոցիդ եւ օգնիր մանկապարտեզիտ ծրագրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել գումարների հավաքագրման գործընթացում պարտադրանքը բացառելու ուղղությամբ։ Հանձնարարվել է նաև սկսել գարնանային ծառատունքի եւ կանաչապատման նախապատրաստական աշխատանքները։ Խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունների ներկայացումը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ներկայ է գտնվել Մայրաքաղաքում Երևան մոլ բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական արարողությանը։ Համալիրի բացման պատիվը վերապավել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Երևան մոլի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանին։ Այնուհետ նախագահ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանի եւ Վազրիկ Սեկոյանի ուղեկցությամբ շրջել է նորակառույց համալիրի հարկաբաժիններով, ծանոթացել պայմաններին։ Ներկայացվել է, որ ավելի քան 59900 քառակուսի մետր ընդհանուր տարածքով առևտրի եւ զվարճանքի կենտրոնը կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել մեկ հարկի տակ ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը։ Նաև նշվել է, որ Երևան մոլի հարկի տակ ներկայացված են 120 խանութներ եւ որ ստեղծվել է շուրջ 2000 աշխատատեղ տրամադրելու հնարավորություն։ Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է Սլավմեդ բժշկական կենտրոնը։ Բացման արարողությանը ներկայ են գտնվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, պաշտոնատար Այլանդզինգ, արտերկրից ժամանած հյուրեր։ Նորակառույցի բացման պատիվը վերապավել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմինե Հովակիմյանին։ Հանրապետության նախագահը, Երևանի քաղաքապետն ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ շրջել են հարկաբաժիններում, ծանոթացել հիմնադիրների սպասարկման պայմաններին, զրուցել անձնակազմի հետ։ Բժշկական կենտրոնն ունի 180 աշխատակից, որից 55-ը բժիշկ, 75-ը միջին բուժաշխատող։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի բարձրակարգ բժշկական սարքավորումներով եւ համապատասխան վերապատրաստում անցած մասնագետներով։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի եւ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ։ Կարևորելով Հայաստանում եւ արտերկրում տնտեսական կապերի ձևավորման հարցում կառույցի դերը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատն իր հերթին կնպաստի Երևանի քաղաքապետարան մասնավոր հատված համագործակցության շրջանակների ընդլայնմանը։ Մենք երկար ենք քննարկել այս համաձայնագիրը ստորագրելու իշա Երևանի, իշա մեր քաղաքի տնտեսության զարգացման, մեր դռները բաց են բոլոր գործարար եւ ներդնողների համար հանուն մեր քաղաքի տնտեսության զարգացման եւ համոզված եմ, վստահ եմ, որ այս համաձայնագիրը իր պտուղները, իր արդյունքները կտա։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն իր հերթին բարձր է գնահատել կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է Երևանի քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի հարաբերություններում։ Ես առումով եմ ուզում շնորհակալություն հայտնել, որ միշտ իսկապես դռները բաց է եղել գործարարների գործարարությանը աջակցելու այդ սկզբունքներում, այդ ակունքներում կանգնելու համար։ Դա իհարկե նոր չի, միշտ էլ դուք պատրաստ եք եղել, այս պայմանագիրը նորից մի թափ կտա Երևան քաղաքում գործարարության զարգացմանը եւ ներդրումային դաշտին։ Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, համաձայն որի կողմերը պարտավորվել են զարգացնելու ամրապնդել գործակցությունը փոխշահավետ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Ստորագրված համաձայնագրով համագործակցության ծրագրեր կիրականացվեն նաեւ Երևանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ու տեղական արտադրության խթանման ուղղությամբ։
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի կանաչապատման կազմակերպություններում սեզոնային աշխատանքի համար աշխատանքի է հրավիրում բանվորների։ Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 51 42 64 հեռախոսահամարով։ Երևանի քաղաքապետարան։ Երևանը որպես համայնք պետք է զարգանա համաչափ, այլ ոչ թե հատվածաբար։ Քաղաքային տնտեսության կայուն եւ համաչափ զարգացման քաղաքապետ Տարոն Մարգարյանի այս հստակ դիրքորոշումն իր արտացոլումն է գտել նաեւ մայրաքաղաքի 2014 թվականի զարգացման ծրագրում։ Ու հատկանշական է, որ գրեթե բոլոր ոլորտներում այս տարի նախատեսված աշխատանքների հիմքում եւս դրվել են երևանցիների կողմից բարձրացվող խնդիրներն ու հաշվի առնվել նրանց առաջարկները։ Վստահաբար նաև նման աշխատավոճի շնորհիվ է, որ մայրաքաղաքում օրեցօր էլ ավելի առարկայական ու շոշափելի են դառնում կատարածի արդյունքները։ Մայրաքաղաքի զբոսայգիների հարցում եւս քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքորոշումը հստակ է։ Բարեկարգ ու հարմարավետ պետք է լինեն երևանյան բոլոր հանգստի գոտիները։ 2012 թվականից մեկնարկած այս ծրագիրը իր տրամաբանական շարունակությունը կունենա նաև այս տարի։ Քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքները, հանգստի տարածքները, կանաչ գոտիները եւ այլն, դրանց վերակառուցման, արդիականացման, բարեկարգման խնդիրը դարձել է Երևանի քաղաքապետարանի գերակա ուղղություններից ու ուշադրության արժանի ուրեմն ուղղություններից մեկը։ Քաղաքապետարանի պատվերով նախագծվել է երկու այդպիսի հատված, դա գլխավոր պողոտայի Սարյան եւ Մաշտոց հատվածի բարեկարգման արդիականացման նախագիծն է եւ երկրորդը գլխավոր պողոտայի Նալբանդյան եւ Հանրապետության փողոց հատվածի բարեկարգման արդիականացման նախագիծն է։ Մյուս նմանատիպ ուրեմն տարածքը, որը գտնվում է նույնպես քաղաքի կենտրոնում եւ վաղուց արժանի է ուրեմն ուշադրության, բարեկարգման եւ կանաչապատման առումով, դա Կիրովի անվան մանկական զբոսայգին է, որը ըստ էության, որի վերակառուցման, բարեկարգման, կանաչապատման նախագիծը կատարվել է մասնավոր ներդրողի կողմից։ Նշված 3 հանգստի գոտիների վերակառուցման նախագծերն արդեն ամբողջությամբ պատրաստ են, ավելին դրանք բոլորն անցել են համապատասխան փորձաքննություն։ Նախագծերը հավուր պատշաճի սահմանված կարգով անցել են եւ քաղաքաշինական Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդ, միաժամանակ նշված բոլոր նախագծերն քննարկվել են նաև քաղաքապետին կից բնապահպանական հանձնաժողովում, բոլոր տեղերում էլ հավանություն ստացել են, որտեղ սրանք այն օբյեկտներն են, որոնք առավել քան երևանցիների ուշադրության կենտրոնում են եւ մեզ համար բացի օրենքի պահանջները ապահովելուց երկրորդական չէ նաև ունենալ մեր եւ գործընկերների, ճարտարապետ եւ բնապահպան գործընկերների, ինչպես նաև քաղաքացիների կարծիքը, որը նաև մասնագիտական կամ այսպես իդեայի առումով որոշակի մեզ կարողանում են աջակից լինել շատ ավելի ընդունելի նախագծային լուծումներ տալու համար։ Մայրաքաղաքի սրտում տեղակայված գլխավոր պողոտայի վերնիսաժին եւ Մալիբու սրճարանին հարակից հանգստի գոտիներն արդեն տասնամյակներ շարունակ կորցրել էին իրենց նպատակային նշանակությունը։ Բարեկարգման ծրագրի շրջանակում կցուցաբերվի համալիր մոտեցում եւ այգիները կվերագտնեն իրենց երբեմնի հմայքը։ Փորձել ենք, որ գործող այդ էլեմենտները այգեպուրակային համալիրի ավելի ժամանակակից ու շահագործման համար ավելի դյուրին ու հեշտ դարձնել։ Նախկին ասենք գոյություն ունեցող ամֆիթատրոնի հատվածը նույնպես պահպանվել է, որը դեպի Սարյան փողոց է գնում, շեշտվել եւ ուժեղացվել է իր բեմական մասը, հետեւաբար նաեւ ասենք ուղղաձիգ կանաչապատ ջրային հայելային այդպես ասած պատնեշով եւ այլն։ Մենք ոչ միայն կանաչ տարածքների գոյություն ունեցող մակերեսն ենք ապահովել, այլ նաեւ որոշակի հատվածներում եւ Սարյան Մաշտոց եւ Նալբանդյան Հանրապետության փողոց հատվածներում որոշակի քանակով ավելացրել ենք ուրեմն սալահատակի փոխարեն կանաչապատ մակերեսները։ Այդ թվում հաշվարկված է եւ դենդրոնախագիծի արված առանձին տեղերում, որտեղ արդեն ծառերը գոյություն չունեն կամ վնասված են, ուրեմն լրացուցիչ սոսիների նոր տուն կատարելու։ Երևանի քաղաքապետարանին հարակից մանկական զբոսայգին եւս բնակիչներին կներկայանա նորովի, ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի լիարժեք հանգստի համար կապահովեն անհրաժեշտ բոլոր պայմանները։ Գործառնական նշանակությունը բնականաբար չի փոխվում, այգին պետք է ունենա մանկական, ուրեմն հանգստի եւ ժամանցի գործառնական նշանակություն,
Գոյություն ունեցող սպասարկման բոլոր օբյեկտները արդիականացվելու են։ Թեմատիկ պարկին հատուկ ուրեմն նախաճարտարապետական պրիոմով մենք փորձել ենք ամեն շենքին որոշակի, այսպես ասած, հեքիաթային կամ ասենք թեմատիկ այլ նշանակություն տալ։ Վերակառուցվել է գոյություն ունեցող ամֆիթատրոնի մասը կազմող վարչական շենքը, չգործող փակ ատրակցիոնների շենքը, համարյա չգործող շախմատի տունը, բոլորը իրենց ճարտարապետական կերպարով եւ թարմությամբ ես կարծում եմ կրկնակի եւ առավել հաճելի կդարձնեն այգու օգտագործումը։ Դեռևս նախագծերի տեսքով ներկայացված այս լուծումները որոշ ժամանակ անց կյանքի կոչվելով նոր գույներ ու կենդանություն կհաղորդեն հանգստի այս գոտիներին։ Այգի պուրակների ստեղծման աշխատանքներ կիրականացվեն նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում։ Երևանի քաղաքապետի պահանջը հստակ է՝ բարեկարգման աշխատանքներն ավարտել այնպես, որ երևանյան ամառը հագեցած լինի լիարժեք հանգստով։ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի աղբանության եւ սանիտարական մաքրման կազմակերպություններում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում բանվորների։ Մանրամասներին ծանոթանալու համար զանգ արել 51 42 43 հեռախոսահամարով։ Երևանի քաղաքապետարան 2011 թվականի դեկտեմբերից Երևանի քաղաքապետարանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնամուխ եղավ մի կարևոր ծրագրի մեկնարկի, որի շրջանակում հավաքագրվեցին եւ Հանս Քրիստիան Կոֆոետ հիմնադրամի ժամանակավոր կացարան տեղափոխվեցին հարյուրավոր անօթևաններ։ Մինչև 2013-ի ավարտը այստեղ ապաստանեց 225 անօթևան, որոնցից միայն 85-ը 2013 թվականի ընթացքում։ Իրականացված աշխատանքների շնորհիվ նրանց մեծ մասն ապահովեց աշխատանքով կամ վերադարձավ ընտանիք։ Այս եւ սոցիալական ապահովության բնագավառում 2013 թվականի ընթացքում իրականացված այլ ծրագրերը, ինչպես նաև այդ ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող քաղաքականությունն է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։ Վարվող քաղաքականության արդյունքում քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում տարեցները, հաշմանդամները, Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքները, հայրենական պատերազմի վետերանները, բազմազավակ ընտանիքները, հասարակական շատ կազմակերպություններ եւ բոլոր սոցիալական խմբերը, այդ թվում նաեւ անօթևան ընտանիքները եւ անձիկ, նաեւ քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված անձիկ, որոնց հետ մենք տանում ենք սոցիալական կանխարգելման ուղղությամբ մի շարք աշխատանքներ։ 2013-ին նախատեսված ծրագրերի շրջանակում սոցիալական բոլոր խմբերի խնդիրների լուծման նպատակով Երևան քաղաքի բյուջեով համապատասխան միջոցներ են հատկացվել եւ կարիքավոր սոցիալական բոլոր խմբերին աջակցություններ ցուցաբերվել։ Երևան քաղաքում 13 թվականին հաշվառվել են 21706 աղքատ կարիքավոր ընտանիքներ, որոնցից 19902 ընտանիքների տրամադրվել են ընտանեկան նպաստներ եւ հրատապ դրամական օգնություն։ Առավել ընդգրկուն ծրագրերի շարքում առանձնացվեց Հայոց բանակի օրվա կապակցությամբ 2013 թվականի հունվարի 28-ին, ինչպես նաև օգոստոսի 9-ից 10-ը Երևանաբնակ ավելի քան 1000 ծնողների համար կազմակերպված տեսակցությունը սահմանամերձ գոտիներում ծառայող իրենց զավակների հետ։ Ծրագրի շրջանակում զորամասերին երաժշտական ու համակարգչային տեխնիկա եւ անհրաժեշտ այլ պարագաներ են նվիրաբերվել։ Անդրադառնալով 2013 թվականին սիրիահայ ընտանիքների համար իրականացված աջակցության ծրագրերին, նշվեց, որ հարյուրավոր ընտանիքների տրամադրվել է ինչպես ֆինանսական, այնպես էլ կենցաղային իրերի, հագուստեղենի եւ պարենային աջակցություններ։ Բացի այդ, շատերն ընդգրկվել են պետական սոցիալական աջակցության ծրագրերում, տեղավորվել են աշխատանքի, ստանում են նպաստ կամ կենսաթոշակ։ Ամեն տարի դրամական աջակցություն է տրամադրվում ցեղասպանությունը վերապրած քաղաքացիներին։ Ի դեպ ներկայում Երևանում նրանց թիվը 15-ն է։ Տարվա ընթացքում ծրագրեր են իրականացվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար, ցուցաբերվել աջակցություններ։ Քաղաքապետարանում գործում է հաշմանդամների հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողով, որի անդամ են համարվում գրեթե բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչը վկայում է, որ սա իսկապես մեր բոլոր ոլորտներով Երևան քաղաքը առավել մատչելի, առավել հարմարավետ դարձնելու եւ ընդհանրապես նրանց համար միջավայրը հարմարավետ դարձնելու ուղղությամբ։ Ինչպես 2013-ին այս տարի եւս բարեգործական ճաշարանները շարունակելու են իրենց աշխատանքը։ Նախորդ տարի շուրջ 2400 շահառու է քաղաքապետարանի աջակցությամբ օգտվել Երևանում գործող բարեգործական 16 ճաշարանից։
Այս տեղեկատվությունն էլ նորածին փոքրիկներ ունեցողների համար է։ 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծնվող երեխաների համար միանվագ նպաստները այսուհետև վճարվում են Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային մարմինների կողմից, տեղեկացրեց Ռուզաննա Զաքարյանը։ 2013-ին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված սոցիալական բոլոր ծրագրերը շարունակական են եւ իրականացվելու են նաեւ ընթացիկ տարում, ընդգրկելով սոցիալապես խոցելի խմբերի առավել մեծ շրջանակ։ Համամատչելի դարձած թվայնացված գրականության հետ մրցակցող դասական իմաստով գիրքը փետրվարի 19-ին արդեն 5-րդ անգամ է խորհրդով նվեր է։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օրն է նաև։ Ես շատ ուրախ եմ, ինձ աղջիկները գիրք նվիրեցին, մեծ հաճույքով իհարկե ես կկարդամ, ես շատ սիրում եմ գրականություն։ Ցանկանում եմ, որ բոլոր երիտասարդները միշտ կարդան։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ 30 դպրոցների աշակերտներ Երևանի փողոցներում գիրք են նվիրել անցորդներին։ Մի խումբ աշակերտներ, ովքեր օրվա ընթացքում հայ գրողների ու գրական ստեղծագործությունների հերոսների կերպարներով մասնակցել են տարբեր միջոցառումների, այցելեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Օրվա խորհրդով դպրոցականները գիրք նվիրեցին քաղաքապետին։ Իրականում ողջունելի քայլ է կանում, որ մեր պաշտոնյաներին եք այցելում եւ գրքի օրվա հետ կապված նվիրում եք գրքեր։ Շնորհակալ եմ ձեզանից եւ բոլոր կազմակերպիչներից։ Եվ չնայած աշակերտների այցը անակնկալ էր Տարոն Մարգարյանի համար, այդուհանդերձ քաղաքապետը հոգաց, որ աշակերտները նույնպես օրվա նվերն ստանան։ Տարոն Մարգարյանը աշակերտներին նվիրել է Երևան քաղաքի տեսարժան վայրերի լուսանկարներով պատկերազարդ ալբոմներ, մաղթել է հաջողություն ուսման ընթացքում։ Փետրվարի 19-ին վաղ առավոտից Երևանի տարբեր դպրոցների ու կրթահամալիրների աշակերտներ Երևանի քաղաքապետարանում էին։ Գիրք նվիրեցին նաև փոխքաղաքապետին, քաղաքապետի տեղակալներին, խորհրդականներին, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, աշխատակազմի այլ անդամների։ Ես ինձ սիրում անակնկալ էր, այ որ ասում եմ չի։ Շնորհակալություն, ես էլ ձեզ։ Այո, գիրք նվիրելու օր ես էլ նվիրում, հա։ Շատ շնորհակալ եմ, շնորհակալություն։ Շատ լավ օր ստացվել է ինձ համար, որովհետև այսպես լավ սկսվեց առավոտը, ապրեք երեխեքյան։ Աշակերտները գիրք նվիրելու օրը այցելել են նաև Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարություն, որտեղ նրանց ընդունեց նախարար Հրանուշ Հակոբյանը։ Շատ շնորհակալ եմ։ Այսինքն դուք գիտեիք, որ ես չարեն շատ եմ սիրում։ Գրքեր են նվիրել աշակերտները նաև կրթության եւ գիտության, ինչպես նաև մշակույթի նախարարությունների աշխատակազմերի անդամներին։ Այսօր ես մասնակցել եմ առաքելության այս մեծ միջոցառումին, ես նվիրել եմ շատ աշակերտներին, շատ մարդկանց գրքեր եւ հույսով եմ, որ նրանք այդ գրքերը կկարդան։ Երևանի դպրոցներում էլ փետրվարի 19-ին գրականության օլիմպիադայով եզրափակվեց Հայաստանի դպրոցականների առարկայական օլիմպիադայի երկրորդ տարածքային փուլը, որին 7-ից 12-րդ դասարանցի 4949 աշակերտ է մասնակցել։ Շատ հետաքրքիր գրականության հարցաշար էր, գրականության ամբողջ գիտելիքներն նորից վերհիշեցի։ Դպրոցականների առարկայական համապետական օլիմպիադան մեկնարկել էր փետրվարի 1-ին, անցկացվում է 4 փուլով։ Մինչ այսօր որևէ ծնողի բողոք չի գրանցվել, ամեն ինչ արվում է ըստ ամենայնի, եւ որ ամենակարևորը հսկիչները տվյալ դասարաններում ոչ մասնագետ ուսուցիչներ են, ասել կուզեմ պատմություն առարկան, հսկում են քիմիա, ֆիզիկա առարկայի ուսուցիչները, այսպես են կազմակերպել, որպեսզի անգամ որևէ կողմնակալ մոտեցում չլինի ուսուցչի կողմից դասարանում։ Դպրոցներում աշակերտներն են ասում, առարկայական օլիմպիադաներին մասնակցելու մրցակցությունն ու ոգևորությունը տարեցտարի մեծանում է։ Այսօրվա օլիմպիադան շատ կարևոր է ինձ համար, ես ցածր դասարաններից միշտ ցանկացել եմ մասնակցել հայոց պատմության օլիմպիադային, ամենասիրելի առարկայից բարձունքների հասնելը իմ համար ամենակարևոր բանն է։
եւ ես հետագայում շարունակելու եմ մասնագիտական պատմության գծով։ Աշակերտների մասնակցության ու գիտելիքների առումով էլ աճ է գրանցվել։ Մինչ այս պահը, եթե մենք համեմատության մեջ ենք ունենում 2012-13 եւ արդեն 14 թվականի այս թվերը դեռ չենք ամփոփել, որովհետեւ այն ընթացքի մեջ է, բայց որոշ առարկաների համեմատությամբ մենք եւ որակ ենք արձանագրում եւ քանակ։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ այն բովանդակայինը, որը մենք նպատակ ենք դրել Օլիմպիադայի հիմքում, արդեն մենք սկսում ենք այն շոշափել եւ դա լուրջ նվաճում է մեզ համար։ Մինչ դպրոցականների առարկայական օլիմպիադայի եզրափակիչ հանրապետական փուլը փետրվարի 22-ից մարտի 11-ն անցկացվելու է մարզային փուլը։ Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ ներկայ է գտնվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացված Երևանի 8-ից 16 տարեկան պատանիների առաջնության փակման հանդիսավոր արարողությանը։ Շնորհավորելով Երևանի 2014 թվականի պատանիների շախմատի առաջնության մասնակիցներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել նրանց։ Վստահեցնում եմ ծնողներին, ներկա մարզիչներին, որ շատ կարճ ժամանակահատվածում մեր շախմատասերները կնկատեն Երևանում շախմատի զարգացումը եւ կուզենամ նշել, որ մենք արդեն Երևան քաղաքում առանձին ունենք 3 դպրոցներ, 2014 թվականին եւս 5-ը կունենանք տարբեր վարչական շրջաններում եւ շախմատի դպրոցները գործելու են անվճար։ Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանն իր հերթին շնորհավորելով առաջնության մասնակիցներին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանին մայրաքաղաքում մարզաձևի զարգացման ուղղված ծրագրերի իրականացման հարցում դրսևորած հստակ ու նպատակային քայլերի համար։ Մենք իհարկե շատ շնորհակալ ենք, որ պարոն Մարգարյանը ցանկություն ունեցավ լինել շախմատի ֆեդերացիայի նախագահ Երևան քաղաքի եւ անխոսք այդ ամբողջ հոգսը շախմատի զարգացման Երևանի վերցնել իր ուսերին։ Եվ վստահ եմ, որ ձեր գործունեությունը եւ ձեր նվիրատվությունը շախմատի հանդեպ, ինչպես ձեր հայրիկին, կլինի շատ հոգատար եւ շատ մեծ արդյունավետություն կունենանք այս տարիների ընթացքում շախմատի զարգացմանը։ Երևան քաղաքի շախմատի 2014 թվականի պատանիների առաջնության մրցանակակիրներին Երևանի քաղաքապետը պարգևատրել է գավաթներով ու մեդալներով։ Առաջնության հաղթողներն ի դեպ իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին։ Այսօր տրամադրությունը շատ բարձր է, որովհետև գրավել եմ առաջին տեղը Երևանի առաջնությունում։ Շատ սիրում եմ լավ խաղալ, ուղեղի խաղալ, որովհետև ինքը լավ սպորտաձև է ու կյանքի վնաս չի սպառնում։ Ես ուզում եմ շատ Լևոն Արոնյանի նմանվում, որ հասնեմ նման հաջողությունների։ Միայն որ ասենք ուրախ ենք, երևի քիչ ասած կլինենք, այդ մեր հոգու մեջ ենք զգում, ինչ որ զգում ենք։ Ճիշտ է, Երևանի չեմպիոն է, բայց դա չեմպիոն է։ Ու քաղաքապետի հոգացությունը արդեն իսկ զգալի է, շատ շնորհակալ ենք, որ նման ուշադրություն է դարձնում, որն էլ ավելի ոգևորում է երեխային։ Բոլորս էլ տեսնում ենք, որ մեծ առաջընթաց կա այս սպորտաձևի հանդեպ, բոլորը եւ շատ գովելի է, որ պատանիները, երեխաները այսքան մեծ քանակությամբ մասնակցում են մրցաշարերին եւ առհասարակ շախմատով են զբաղվում եւ ազգի ապագայի համար էլ կարծում եմ դա շատ լավ է, որովհետեւ տրամաբանություն, խելացի, որքան շատ լինեն այդ կարգի երեխաներ, այնքան մեր ապագան կարծում եմ ավելի լավը կլինի։ Մինչև հերթական մեկնարկակետ բարձրանալը Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում են հավաքվել ձմեռային մարզաձևերի Երևան քաղաքի հավաքական թիմերի անդամները, ովքեր 4 մարզաձևերում՝ լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, տափողակով հոկեյ եւ սնոուբորդ, փորձելու են բարձր պահել մայրաքաղաքի մարզական պատիվը փետրվարի 24-ից մարտի 2-ը կայանալիք ձմեռային համահայկական առաջին խաղերի ժամանակ։ Բնականաբար հաջող մրցելույթների կարևոր նախապայմանը լավ պատրաստվածությունն է։ Այդ համատեքստում երևանցի մարզիկները այս օրերին իրենց վարպետությունն են կատարելագործում Ծաղկաձորում, որտեղ էլ մարզիչների հետ անցկացնում են ուսումնամարզական հավաքները։ Քաղաքապետարանում ստեղծվել է կազմ կոմիտե քաղաքապետի գլխավորությամբ, որի շատ արդյունավետ աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք
մեր պատվիրակությանը ապահովել մարզագույքով, ապահովել շքերթային գույքով եւ որը ես շատ կարեւորում եմ, կարողացանք կազմակերպենք ուսումնամարզական հավաք Ծաղկաձորում։ Երևանյան թիմերի մարզումներն անցկացվում են հենց այն դահուկային ու սնոուբորդային ուղիներում, որտեղ եւ մրցումներն են տեղի ունենալու։ Սա էլ իր հերթին լրացուցիչ խթան է հաջող մրցելույթների համար։ Համենայն դեպս մարզիկների ու մարզիչների տրամադրվածությունը մարտական է։ Լավ արդյունքներ եմ ակնկալում, բայց եթե նույնիսկ վատը լինի, չեմ տխրի, իմ համար հաճելի է միայն այն, որ մրցումները լինելու են եւ որ ես քշելու եմ։ Սնոուբորդով զբաղվում եմ արդեն 2007 թվականից։ Այսօր առաջի օրն ենք, որ եկել ենք զբորերին, դեռ լավ են անցնում, շատ բաներ ունեմ դեռ սովորելու միջև համահայկական խաղերը, հուսով եմ, որ մի շաբաթում կկարողանամ հասցնել։ Ամեն ինչ կանենք, որտիսի մենք մեր Երևան քաղաքի պատիվը պահենք։ Ես ուզում եմ մեր ամբողջ թիմի կողմից շնորհակալություն հայտնել քաղաքապետին մեզ աջակցելու համար։ Շատ լուրջ աջակցություն։ Որտեղ սա այնպեսի սպորտաձև է, որ շատ դժվար է գույքի հարցը, ամեն ինչը մենք զարմացած ենք, որ ամեն ինչը տեղի լարված է։ Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը նաև տեխնիկական աջակցություն է ցուցաբերել մարզական միջոցառման բացման եւ փակման հանդիսավոր արարողությունները կազմակերպելու, ընդհուպ մինչև հատուկ լուսային սարքավորումներ ապահովելու մասով։ Նախնական տեղեկություններով համահայկական ձմեռային խաղերին մասնակցելու համար, բացի հայաստանյան մարզերի ու քաղաքների թիմերից, արտերկրից կժամանեն եւս շուրջ 20 հայաբնակ քաղաքների պատվիրակություններ։ Միայն հոկեյիստների մրցաշարը կանցնի Երևանում, մյուս մարզաձևերի ներկայացուցիչները լավագույններին կորոշեն Ծաղկաձորում։ Ձմեռային համահայկական առաջին խաղերը երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հնարավորին խթանել ձմեռային մարզաձևերի տարածմանն ու զարգացմանը եւ այդ կերպ նպաստել նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի ել ավելի ամրապնդմանը, իսկ Յուրամ Մամիկոնյանը ամառային համահայկական խաղերի փորձից ելնելով չի բացառում նաեւ, որ մարզական խոշոր այս ստուգատեսի ձեռքբերումներից մեկն էլ ապագայի հայկական նոր ընտանիքների կազմավորումը կլինի։ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում D կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների, D կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող B կամ C կարգի վկայական ունեցող վարորդների համար Երևանի ավտոբուս փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ հետագայում ընկերությունում աշխատելու պայմանով։ Աշխատանքային պայմաններին ծանոթանալու եւ առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել քաղաքային 010 67 44 30 կամ բջջային 093 46 8500 հեռախոսահամարներով։ Երևանի քաղաքապետարան